Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ռեստորաններ, ավագ խոհարարների եւ իրենց կերակրացանկի հետ միասին։ Այսօր իմ հյուրն է Royal Երևան ռեստորանի ավագ խոհարար Ալբերտ Անդրեասյանը։ Ողջույն, Ալբերտ։ Ինչպե՞ս ես, եղբայր։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ եւ ողջավորված։ Շատ բազմազան մթերքներ եմ տեսնում, ինչ ենք պատրաստում։ Այո, այսօր պատրաստելու ենք աղցան, բայց յուրօրինակ աղցան, որը չի կրկնվում իր մատուցմամբ չի կրկնվում ոչ մի ուրիշ ռեստորանում, կարող եք ճաշակել կոնկրետ մեր Royal Երևան ռեստորանում։ Հիանալի։ Մեզ հարկավոր է պատրաստելու ենք պանրից պատրաստելու ենք զամբյուղ, զամբյուղի մեջ մատուցելու ենք աղցանը։ Աղցանի համար հարկավոր են բանջարեղեններ, պղպեղ, վարունգ, սունկ եւ կանաչի։ Սունկը օգտագործելու ենք տապակած վիճակում, մնացած բանջարեղենը օգտագործելու ենք թարմ վիճակում։ Ես սունկը տապակեցի։ Խոզապուխտ։ Մինչ դուք սունկը տապակեք, ես զամբյուղը սարքեմ, հետո կանցնենք Սկզբից զամբյուղը սարքենք, այո, պատրաստ։ Զամբյուղը սարքենք, թող ինքը մի քիչ սառի, որովհետև ջերմամշակում է պահանջում։ Սունկը խոշոր կտորներով, չէ՞։ Այո, խոշոր կտորներով կներեք ես կացնեմ։ Այո։ Զամբյուղի համար մեզ հարկավոր է հոլանդական պանիր եւ ալյուր։ Ալյուրը խառնում ենք, որպեսզի կպչուն համակարգը ավելի լավ աշխատի։ Ալյուրը, պանիրը հոլանդական պանիր է, հաճող պանիր։ Հաճող պանիր, այո։ Ինչպես են գործերը Royal Երևան ռեստորանում։ Լավ են, պարոն Մամուլյան։ Ձեզ ամեն հաղորդմանը հրավիրում եմ, այս անգամ էլ եմ հրավիրում։ Եկեք համեցեք։ Անպայման, անպայման։ Ոչ միայն ձեզ, բոլոր մեր հեռուստադիտողներին Բագրևանդ 102 համեցեք Royal Երևան ճաշակելու մեր պատրաստած ուտելիքները։ Հիանալի, մենք կգանք։ Սա էսպես։ Սովորական ձեթով։ Այո, սովորական ձեթով ենք անելու։ Ինը սունկը, ինը պանիրը։ Պանիրը նույնպես ձեթով, հա։ Այո։ Դե ձեթը մի քիչ տաքանա։ Հարգելի հեռուստադիտողներ, այստեղ կարող եք հայտնվել յուրաքանչյուրդ ավագ խոհարարներ եւ հարգելի ռեստորանատերեր, այստեղ կարող են լինել ձեր ավագ խոհարարները եւ ձեր կերակրացանկը գովազդել, համեցեք։ Մի քիչ տաքանալուց հետո ավելացնում ենք պանիրը, երբ որ պանիրը արդեն լիովին տապակված է լինում եւ հեշտ զգում ենք, որ հեշտ դուրս է գալիս թավայի վրայից։ Մենք այս անգամ ընտրել ենք կավե այսպիսի աման, որպեսզի ստանանք ձև։ Ձևը, զամբյուղի ձևը։ Ձևը կախված է, դա ինչ-որ էական բան չունի։ Մենք կարող ենք յուրաքանչյուր ձև Այո, խոհարարի մտահղացում։ մտահղացումներից։ Եվ պետք է հասկանանք, որ օգտագործվող պանիրը շատ աղի չէ։ Այո, ինքը նաև համ կատարում է զամբյուղի դեր, իհարկե կարող են զամբյուղի հետ համտեսել Պանիրը, այո, որպես նաև խավարտ ասենք կամ ընդհանրապես համի կրիչ։ Հետո տապակած պանիրը մենք նաև գիտենք ասոցացվում է գինու հետ, մեր հայազգն է շատ է օգտագործում եւ գովելի է, որ օգտագործում է գինի։ Բայց այսպեսի մի բան կա, չէ, ասում են գինին շառ է։
Շարը եթե շատ ես։ Չափի մեջ իհարկե ամեն ինչն է գեղեցիկ, Այո։ այնպես որ Մանավանդ շատ գովելի է, որ վերջին տարիներին մեր գինեգործները շատ ու շատ մեծ առաջընթաց արձանագրեցին եւ շատ լավ գինիներ է արտադրվում։ Սա նաեւ նպաստեց այս ամենը նաեւ խթան հանդիսացավ գինու փառատոնը, որը իրականացում է 10-ով ավելի տարիներ եւ չեմ զլանա այստեղ ուղղակի փառատոնի կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել Նունե Մանուկյանի գլխավորությամբ։ տապակվում է պանիրը, պետք է ինքը լիովին չորանա, մենք արդեն կզգանք չոր է, այս բաց տեղերը մի քիչ ավելացնում ենք պանիր, որ կպչողությունը ապահովենք։ Այո, վերանորոգում ենք անում։ Իսկ այստեղ ես տեսնում եմ տակդեղ տարբեր։ Վարում դա ուղղակի գույնի համար ենք տարբեր վերցրել, գունային համադրությունը ինձ թվում է բավական։ Նաև դեղինը։ Ինչ եղանակով պիտի կտրատվի։ Պետք է կտրատվի չոփիկներ բարակ։ Ծղոտաձև։ Ծղոտաձև, այո։ Շատ լավ է։ Ես ավելացնեմ սունկը, մեր տապակը արդեն տաքացել է։ Իսկ վարունգը։ Վարունգը նույնպես ուղղակի վարունգի միջուկը կհանենք, որպեսզի ջուր հյութ դուրս չգա։ Հնարավորինս հանում ենք անպայման չէ բոլորը։ Կարող եմ փարիզյան գտալ, քեզ տալ, որպեսզի հեշտ լինես։ Շնորհակալություն։ Վարունգը նույնպես կտրատում ենք Ձողիկաձև։ Ենթադրում եմ, որ խոզապուխտը նույնպես։ Խոզապուխտը նույնպես եւ ավելացնելու ենք նորից հոլանդական պանիր միջուկի մեջ։ Վերջում կհամեմ ենք աղով եւ սև պղպեղով եւ ըստ ճաշակի իհարկե ես խորհուրդ կտամ թթվասեր օգտագործել, ոչ թե մայոնեզ։ Ապրես դու, ապրես, իհարկե, իհարկե։ Ես միշտ մտածում եմ, որ դա անհայտ ծագման չգիտես ինչ է։ Այո։ Թեկուս հայտնի, բայց այնուամենայնիվ պիտի բաղադրությունը հասկանանք, հումձու եւ այլն վտանգները ռիսկային է այնուամենայնիվ, հակագովաց չանենք, բայց ռիսկային է։ Ոնց որ թե կարմրում է սա, չգիտեմ։ Այս թվում է պատրաստ է եւս 5 րոպե։ Չէ, պատրաստ։ Պատրաստ է արդեն։ Պանը մի քիչ քանվի։ Այո։ Վրա եղած զետը եւ այսպես ձև ենք տալիս։
կտապակվի ես վերջացնում վարմունքը։ Սնկին աղ կամ որևէ բան։ Ոչ, չենք անում, որովհետև համեմելու ենք աղցանը, իսկ եթե սնկին աղ ավելացնենք, պետք է սրա ողջ աղցանի պարունակության մեջ ավելի քիչ աղ ավելացնենք, մեր համար ավելի հեշտ է։ Հաշվի առնելով նաև, որ զամբյուղը արդեն աղ ունի։ Մեր համար ավելի հեշտ կլինի Լավ, մի քիչ, համեմել ընդհանուր։ մի քիչ լոտո սամպրանքանիշի աղը լցնենք, լոտուսը։ Ենթադրում եմ, որ շատ երկար չենք տապակում սունկը։ Այո, քիչ ենք տապակելու եւ պետք է ինքը հասցնի մի քիչ էլ սառի, որ կարողանանք ավելացնել մեր աղցանի մեջ։ Ավելացնելու ենք նաեւ թթվասեր, որ Տաք չլինի։ Այո։ Կտրատենք խոզապուխտը նույն կերպ։ Բարեկամներ, այս հիանալի աղցանը դուք կարող եք ճաշակել Royal Yerevan ռեստորանում։ Չմոռանաք այցելել եւ չմոռանաք այցելելու դեպքում կանչել ավագ խոհարարին։ Ավելացնենք մի քիչ մաղադանով։ Կհամեմենք աղով եւ սև պղպեղով, իհարկե պանիրը մոռացանք, պանիրը։ Եվ վերջում կավելացնենք թթվասերը։ Հիանալի։ Քիչ ենք աղանում, չմոռանանք, որ նաև մեջը լցրեցինք մենք պանիր, սոնկի վրա ավելացրեցինք աղ, Սնկին մի քիչ ավելացրինք, այո։ եւ խոզապուխտն էլ է իհարկե աղ։ Այո, այո։ Ընդհանրապես աղի օգտագործումը, երբ որ ասում են, թե մի քարոզություն է գնում աղային, այսպես ասենք, սա ծայրահեղություն է, որովհետև աղ ամենակարևոր համեմունքն է, բարեկամներ։ Ամենակարևոր համեմունքը։ Առանց աղի մենք այլ համերը շատ դժվար ենք զատում, բացի դրանից աղը մարսողությանն է նաև օգնում ստեղծելով հիմնային միջավայր։ Խառնենք։ Սունկը ինձ թվում է ավելացնենք։ Սունկը ինձ էլ է թվում արդեն, տեսանենք, որ ցետ չկա, չէ՞։ Ավելացնենք թթվասեր։ Շատ կարևոր է, որ խոհարարը ունենա լավ երևակայություն, հատկապես աղցանների մասով եմ ասում։ Իհարկե ընդհանուր մեր աշխատանքների մեջ, բայց հատկապես աղցանների, որովհետև այն որ ասում են ոտքի վրա պիտի մի բան ստեղծել աղցանների մասով։ Ձեր գիտակ ինչ եղավ, բայց ոչ թե ինչ եղավ լցրեցինք, իհարկե հաշվի առնելով նաև համադրությունը, հաշվի առնելով գույները, համերը, էլ չասեմ, թե հաշվի առնելով մենք ինչ հյուրերի ենք սպասարկում։ Բոլորին պիտի ուշադրություն դարձնենք, բոլոր հյուրերին։ Բոլորին անհատական մոտեցում են Այ որ կերակրատեսակը ուղարկում ես ու սպասում ես այսպես լարված։ Արդյոք հավանեցին, արդյոք հասկացան, թե դու կերակրատեսակով ինչ ցանկացար փոխանցել ճաշակողին։ Եվ ամենալուրջ, ամենաիսկական, ամենակարևոր գնահատականը, երբ որ դատարկ ափսեն դատարկ է գալիս, այո։ Դա ամենաճիշտ կոմպլիմենտն է խոհարարին ինձ թվում։ Այո։ Մեր աղցանը պատրաստ է։ Զամբյուղը արդեն սառել է։ Սա էլ զամբյուղը։ Զամբյուղի տակ մենք կդնենք 1000, որպեսզի ափսեն
ինքը տեսքն է սիրունացնում, համ էլ չի թողում, որ զամբյուղը ափսեի վրա այս կողմ այն կողմ շարժվի, այո։ Դնենք։ Վերջ մեր աղցանը կարող ենք տեղափոխել զամբյուղի մեջ։ Վերջը ձևավորման համար օգտագործում ենք սև քունջուտ, գունային համադրությունը շատ հրաշալի է։ Այո, լցրեց ոնց որ այսպես գույները։ Սա մեր ռոյալ աղցանն է, ռոյալ Երևանում պատրաստվող, շատ սիրված մեր հաճախորդների կողմից ու տարբերվող։ Հիանալի շատ ապրես, կեցես, դու ունես հնարավորություն դիմելու մեր հայրենակիցներին, այդ թվում նաև հրավիրելու ձեր ռեստորան։ Իհարկե, անշուշտ հրավիրում եմ ես բոլորին մեր ռեստորան, Royal Yerevan ռեստորան, գտնվում է Բագրևանդ 102 հասցեում։ Մենք ուրախ կլինենք բոլորին տեսնելու այնտեղ, ձեզ նույնպես հրավիրում եմ, պարոն Մամուլյան, ձեզ էլ շնորհակալություն եմ հայտնում, որ չեք անտեսում խոհարարներին եւ հրավիրում եք ձեր մոտ, այսպիսի մեծ գործ եք անում, նախ առաջինը խոհարարն է ճանաչում ձեռք բերում, երկրորդը ինչ որտեղ ռեստորանն է խոհարարի միջոցով ճանաչում ձեռք բերում, իսկ մեր հեռուստադիտողին կմաղթեմ լավ լինեն, առողջ լինեն, պինդ մնան, պինդ լինեն, միաբան եւ հավատով դեպի առաջ։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալբերտին, ցանկանամ, որ ինքը երբեք չդատարի ստեղծագործել եւ երբեք նրա միտքը կանգ չառնի։ Շնորհակալություն, ապրես դու Ալբերտ ջան։ Աղցան ռոյալ 2 անձի համար։ Զամբյուղ հոլանդական պանիր 200 գրամ, ալյուր 20 գրամ, արևածաղկի ձեթ 20 գրամ, աղցան, խոզապուխտ 90 գրամ, բուլղարական պղպեղ 70 գրամ, տապակած սունկ 80 գրամ, վարունգ 25 գրամ, թթվասեր 25 գրամ, աղ, սև պղպեղ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, մեր պատրաստելուց զատ նաև միշտ ուզում ենք, որ դուք լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրեք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։